Գագիկ Ծառուկյանը շարունակում է նախընտրական բազմամարդ հանդիպումները։ Բարձր տրամադրությամբ ու աղոհացով են Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին դիմավորում Արագածոտնի մարզում։ Թեև եղանակը մռայլ է ու անձրևոտ, սակայն Արագածավանի բնակիչների հետ հանդիպումը ջերմ ու սրտաբաց է։ Փարիզից կրկնակի չեմպիոն Եվրոպայի։ Գագիկ Ծառուկյանին դիմավորում են արևելյան մարտարվեստում Հայաստանը փայլուն ներկայացրած երիտասարդները։ Ազգի պատիվը բարձր պահեք, որ միշտ հաղթանակն եք բերեք, Աբրեք տղեկ Թուրքիայից վերել եմ ոսկե մեդալ հաղթելով Թուրքիա եւ ադրբեջանցի մարդիկների։ Սաստկացող անձրևի տակ են Արագածավանի բնակիչները շփվում ԲՀԿ ղեկավարի հետ, ծանոթանում առաջարկ Հայաստանին ժողովրդական ծրագրին։ Ոչ ոք հեռանալ չի շտապում, ժողովուրդը ցանկանում է, որ իր մասին մտածող մատից փուշ հանող լինի, ասում է Ծառուկյանը։ Այնինչ իշխանությունը դատարկ խոստումներից բացի ոչինչ չի անում։ 8 տարի է։ Ինչ են արել ժողովրդի համար։ Աշխատավարձ բարձրացել, աշխատատեղ եղել է։ Եվրոպա։ Ինչ արել Եվրոպան։ Եվրոպայից եկան, օդի մեջ դադարք խոսեցին գնացին, որ պետք է գումարներ տան, թե երբ են տալու Եվրոպան իր գլուխը չի կարող բայել, ցավը տանեմ։ Ժողովուրդը մեղավոր չի ստացվում։ Թող գնան, մի ամբողջ ազգ դուժելու իրավունք չունի։ Անվտանգություն, սահմանների ամրություն, այս հարցերն են, որ ամենաշատն են մտահոգում բնակիչներին։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե Բաքվի բանտերում հայգերիներ կան, ասում է ԲՀԿ ղեկավարը։ Միակողման իզիջումները վտանգավոր են ու կործանարար։ Ինչ եք կարծում, մենք ապրելով թշնամու երկրների հարևանությամբ, մեզ ինչ է պետք ուժեղ երկիր ունենալու համար։ Թշնամիների մեջ ապրելով մեզ պետք է երաշխված խաղաղություն։ Ոչ թե օդի մեջ բանավոր պայմանավորվում են, այլ թուղթ են ստորագրում։ Պետք է երաշխավորեն հզոր պետությունները, ով խախտեց պատժվելու է։ Թուղթը ցույց տվեք, մի հատ հեռուստացույցով, որ դուք խաղաղություն եք բերել, որ այսօր պատերազմ չի լինելու։ Կարան ցույց տան, չեն կարա ցույց տան։ Ավելի քան 6000 բնակիչ ունեցող Արագածավանում մարդիկ գանգատվում են սոցիալական պայմաններից։ Համայնքի բնակչուհիներից մեկը տունը կորցնելու վտանգի առաջ է։ Բուժման նպատակով վարկ է վերցրել, տույժ տուգանքի տակ ընկել, հիմա անելանելի վիճակում է։ Կանավարկը $10,000, բայց այդ $10,000 դիմաց ես այնքան տուգանքի հավաքվեին վրա համար պետք է պետությունը մինչև 3 միլիոն դրամ ներում շնորհի ժողովրդին բոլորին 2,200,000 մարդ ճայիճից անեն, գոնե մարդ իր վաստակածը ինքը կարողան իր ընտանիքին կերակրի կամ փողոցում չմնա։ 10,000 դրամով բարձրացված թոշակը չի բավարարում անգամ նվազագույն ծախսերը հոգալու համար։ Սննդամթերքի դեղորայքի գների աճը ծանր է անդրադառնում տարեցների վրա։ Նիկոլը 10,000 դրամ թոշակ ավել դրավ, չէ։ Այո։ Այսօր իմ թոշակից հարգայինը դրել է 12,000 դրամ պայմի։ Այդ 10,000 դրամը նիկոլ որ տվել ես, ում ես տվել։ Դու ինձ տալում ես, ընդեն տանում ես։ Վեգալել եք կառավարման, գոնե պետք է թոշակը ամենացածը 78,000 լինի։ Նոր դրանից հետո դու տարին 5,000, 10,000 կավելացած, որ իր թոշակով գոնե կարողանա յոլա գնա։ Արագածավանում էլ մարդիկ շատ են դժգոհում գյուղատնտեսության ոլորտից։ Եկամտի միակ աղբյուրը հողը մշակելը այլևս ձեռնտու չէ։ Պետության աջակցությունը չեն զգում։ Ինչի են հասցրել այս գյուղատնտեսությունը, հորոխբորը ստեղեն կամ մյուսը կապ չունի։ Իրա պապական տան կողքեր մի սենյակեշին հետ 500,000 փող պետք է մուծեք։ Այո։ Որ դու քու հողիդ վրա քու քարով, քու ցեմենտով, քու ավազով, քու ջրով տուն քու հիշությունով շինես։ Որ 500,000-ն է բերես մենք պրեմիա ստանանք։ Գյուղնախարարությունը փակել են, դա նշան է, որ ուզում են ավիրվի, քանդվի գյուղացիները գյուղերից դուրս գան դատարկվի։ Մարդիկ պետք է հասկանան, քաղաքականություն իմանան, տիրապետեն։ Ես կարծում եմ իրանց մեծամասնությունը կամ անգրագետ է, կամ տարերը գիտի, իրենց գրած իմաստը չեն հասկանում։ Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնում Ծառուկյան ընտանիքին տարբեր ոլորտներում կատարած ազգանվեր աշխատանքի համար։ Պարոն Ծառուկյանը գյուղացու կողքն է։ Շնորհակալ։ Մենք ձեզ շատ սիրում, շատ հարգում ենք, շատ գնահատում ենք, Աստված օրհնե ձեզ։ Ես եկել եմ շնորհակալություն հայտնել Տիգին Ռոզա Ծառուկյանից, իր այն հոյակապ հայ կնոջ իսկական բնավորության համար, որ այն ես կամ հաղորդաշարին կազմակերպելու այն խեղճ երեխեքին Ես քեզ ասեմ, կազմակերպողը ես եմ, որ իմ մորը շատ սիրում եմ։ Ի շնորհիվ իմ ծնողն իրաց գեները փոխանցվել է ինձ, առյուծից առյուծացնվող։ Ես արել եմ,
որի մայր իրան ավելի լավ զգա։ Եվ այսօր այդ հաղորդումը նայելով մարդու սիրտ լցվում է։ Ես լալիս։ Բարեբախ քիչ։ Ուժը դու ո՞նց ես։ Ապրիակ։ Հանդիպման ավարտին հարգանքի տուրք է 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիների հուշարձանի մոտ ու մոմավառություն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Որ ասում է սիրո գինը տառապանքն է, սիրում ես հայրենիքդ, պետք է ստեղծես, արես, անդրանիկ փաշի պես գլուխդ տնես բարձին, մտածես հայ ազգի մասին։ Ծառուկյանը այդ մարդն է։ Կարևորը Հայաստանը կպահի, կարևորը թուրքը չի գա Հայաստան։ Էդի մեզ հերիք չէ։ Որտեղ որ ինքը գործնեություն ունի, այնտեղ հայկական դրոշը միշտ բարձր է, հայի պատիվը բարձր է, հայի արժանապատվությունը բարձր է, այն մարդ որ հավատքի համար է, այսօր պայքարում, այն մարդու գործնեությունը որ ոչ միտեղ սենք չի խորդակվել, սենք մենք իրան ենք հավատում, ոնց որ բարձրացրել է մեր սպորտը, մեզ է կշենացնել մեր երկիրը։ Ես կուզեմ այնպես Հայաստանեն որ գյուղացու ոդիտորգի հողը չլապեն, իրանց պրեմիա բաժնեն։ Ես կուզեմ այնպես Հայաստանեղն որ գյուղացին ապրի, իր աշխատանքի արդյունքը տեսնի։ Հունիսի 7-ին համար 7-ին ու գնում ենք առաջ, դեպի բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան։ Հակիկ Ծառուկյան, ձեր ուժն ու հայրենասիրությունը օրինակ է շատերի համար։ Նախընտրական քարոզարշավի հաջորդ հասցեն քաղաք Թալինն է։ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է, որ իրենց ծրագիրը կյանքի կոչվի, մարդկանց դեմքին ժպիտ լինի, կարողանան ապահով ու երջանիկ ապրել։ Նկատել է իշխանությունը համակ ուշադրությամբ է հետևում իր քարոզարշավին։ Նոր նայեցի, որ արդեն վարչապետը, այն ինչ որ ես ասում եմ, անմիջապես լուծելով գալիս է։ Որ ասում էի տաքսիստների մասին, վարորդների մասին, նոր որոշում կայացեցին, որ արդեն ներում է շնորհում։ Շատ ուրախ եմ։ Կարան մեր տնտեսագետ Մելքումյանին հրավիրեն, մեր ծրագիրը ներկայացնեն, վարկերի մինչև 3 միլիոն թողներում շնորհեն, առողջապահությունը եւ կրթությունը սարքեն անվճար։ ԲՀԿ ղեկավարը անդրադառնում է դպրոցաշինության խնդրին, իշխանությունը անպագոր խոստումներ էր տվել, բայց իրականությունն այլ է։ Ասում են դպրոցներ են կառուցել, Ժորժ ջան, 8 տարվա մեջ ծրագրավորացել է 300 դպրոց, 300 դպրոցից կառուցվել է 59, 59-ից 26-ը վերակառուցվել է։ Դպրոցն այսօր մարզերում փակվում են, այդ 8 միլիարդ ծախսել եք 8 տարում, կարելի է 8 հատ քաղաք կառուցել։ Այսօր ասֆալտ ու դպրոց, ասֆալտերը սա քանդված, տարին եկ անգամ ասֆալտ են անում, հիմա գնացել է անձևիտակ ասֆալտ են անում։ Ծառուկյանն անդրադառնում է նաև իշխանության վարած արտաքին քաղաքականությանը, հայտարարում են մի բան, անում հակառակը։ Ասել են, որ մենք չեկենք Արցախը տալու, մենք պայել ենք մինչև վերջ, դա մեր պատվի խնդիրն է։ Ասել են Արցախը Հայաստանն ու վերջ, տարերն էլ չգիտեն, այդ անգիրարած խոսում են եւ հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեն իրանք այսքան փաստաթղթեր չեն ստորագրի, ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի։ Չեխիայում առանց նախադասության իմաստը հասկանալու հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանը ու վերջ։ Հիմա ասում եմ, սեն շարունակվեց, փոփոխություն չեղավ, մի տարի հետո Ավինյանը հայտարարելու է, Երևանը Երևան է ու վերջ, Սևանչեղը, Գյոջա եւ վերջ։ Թալինում էլ գյուղ ոլորտի խնդիրներից բողոքողները շատ են։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է, ոլորտը կկարգավորվի, եթե գյուղնախարարությունը վերաբացվի։ Ինչ ծրագիր ունեք գյուղնախարարության հետ կապված։ Պետք է գյուղնախարարություն։ Գյուղնախարարը պիտի մասնագետ, փորձ ունեցող, տիրապետող, որ մարզում ինչ աճում, ինչ է մշակվում։ Մեկ է կարգտակայանները, հիմնականում տուժում են կարգուտից։ Կարգտականներ ես այն ժամանակ տեղադրել եմ, հիմա կարգտականներ ասում են հանեք։ Ինչպես հանրապետության այլ բնակավայրերում Թալինում էլ աշխատատեղերի բացակայությունից են դժգոհում մարդիկ, աշխատանք ու արժանապատիվ վարձատրություն են ուզում։ Ձեզ հետ կապված շատ մեծ հույսեր ունենք, չունենք աշխատատեղ։
Այսօրվա երիտասարդությունը աշխատում է հիմնականը շինարարություն, հենա լրիվ դրսերու, գործարաններ են ուզում։ Այսօր մեզ պետք է մեր պետությունը սեփականի պես նայի, ինչի պահանջարկ կա, ինչի հնարավորություն կա, որ մարզը ինչ կարանի, կոմունիստների ժամանակ ինչով ազբաղվե, դրա զարգացումը տա, որ վաճառք լինի, բյուջեին գումար գա, տնտեսական աճ լինի։ Այսօր պետք է 2-3 խոշոր ներդրում, ժողովուրդ։ Կառուցում եմ Քրիստոսի արձանը, դեռ չենք բացի, աշխարհով մեկ խոսում ենք, ուզում են գան ճանաչված հզոր մարդիկ, 20-30 միլիոն մարդ կան, դա միլիարդներ է, որ մնալու է իմ երկրում, պատրաստ պետք է լինենք լավ փոփոխության, կյանքը փոխվելու է, շարժա լինելու, ներդրում է լինելու։ Մի վախեցեք ճնշումներից, գնացեք եւ ընտրեք այն ուժին, որին վստահում եք, հայտարարում է Գագիկ Ծառուկյանը։ Ասում եմ ժողովուրդը հենց ասի, մենք անմիջապես կգնանք։ Ցավը տանեմ, այսօր մարդիկ վախում են բառ խոսան, ով խոսա ձերբակալեն։ Հետո էլ ասում են մեր մոտ դեմոկրատիա է։ Մարդկանց Հայաստան չեն թողում, գարկել կեն դե, որ իրանց դեմ խոսում են։ Այդպես դեմոկրատիա է լինում։ Պետք է դռները բացվի։ Ունենք մեկ հայրենիք, մեկ մայրաքաղաք Երևան։ Բոլորը պետք է գան, իրենց հնար սահմանում օգտակար լինեն։ Թալինում եւս սպասում են դրական փոփոխությունների, ցանկանում են իմանալ, թե ով է Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն։ Ինչքան հանդիպում եմ ժողովրդի հետ, միանշանակ բոլոր առումներով ձեր հանդեպ կա դրական էմոցիաներ, ով է լինելու ԲՀԿ կուսակցության վարչապետի թեկնածուն։ Պատասխանը ժողովրդի ցավը տանեմ, պատասխանը։ Ունեմ 3-4 հոգի մարդ, փորձ ունեն, արդյունքը ցույց են տվել, որ իրանք կարող են կառավարել։ Եթե նրանց մեջից չեղավ, իմ ժողովուրդը չհամաձայնվեց, իմ թիմակիցները, այն ժամանակ որ իմ հարցը կքննարկեն։ Քաջնազարից պրձնակ, ես քաջնազարից Ես ցավը տանեմ, տվեք, պահանջեք։ Հանդիպումից հետո ԲՀԿ ղեկավարը թիմակիցների հետ ծաղիկներ է խոնարհում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների շիրիմներին։ Նախընտրական քարոզարշավի հաջորդ վայրը Ոսկեվազ համայնքն է։ Գագիկ Ծառուկյանին այստեղ երախտագիտության խոսքեր են ասում իրենց եկեղեցին նորոգելու եւ բարեկարգելու համար։ Մեր եկեղեցին կոմունիստների ժամանակվանից նախատեսված էր, որ վերանորոգեն, փլուզված էր։ Դες հալալը մի կողմից Ծառուկյան։ Էլի դուք վերանորոգեցիք, ես մնացած քաղաքականության մեջ չեմ խառնվում։ Դրա համար լեսում ենք այգու ցավը տան։ Դուք արել եք ապրեք։ Հարգելի ժողովուրդ, չխառնվելը ճիշտ չի, չեմ ասում այսօր գնային զայն տուր։ Ես ասում եմ ձեր հոգու առաջ, խղճի առաջ, ձեր երեխու ապագայի համար գնացեք ընտրության։ 100%-ը պետք է գնա մասնակցի, անկախ ամեն ինչից։ Թող իր սրտի եղած իր ցանկությունը թղթի վրա գրի։ ԲՀԿ ղեկավարը մարդկանց հորդորում է պարտադիր մասնակցել ընտրությանը։ Դա յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է։ Որոշումը դուք եք։ Ես ոչ ձեզնից նեղանում եմ, ոչ պահանջում եմ։ Ես ձեր Ծառուկյան եմ, ինչով պետք է օգտակար կլնեմ։ Ես այսօր տեսնելով ժողովրդի ջերմությունը, ընդունելությունը, վերաբերմունքը, հավատացեք ավելի պարտավորված եմ։ Ինչ այլ եմ քիչ եմ արել։ Ավելի շատ եմ անելու։ Անալի, բայց ես անգամ մասնակցի։ Ահա մասնակցել եմ։ Գագիկ Ծառուկյանն այստեղ եւս խոսում է Քրիստոսի արձանի կառուցման մասին, ոսկեվազցիներին հրավիրում մասնակցելու շինարարական աշխատանքներին։ Կառուցումը ամենան, դիրքը, տեղը, գծագիրը մոտ 30-40 դիզայներ, պատմագետներ, հնագետներ մասնակցում են, ներկայացնում են։ Մենք առաջի քրիստոնյաներն ենք, Աստված մեզնից երես չի թեքելու, Աստծու կամոք։ Սպասեք լավ փոփոխությունների, ձեր ցավոտանը։ Արցախից տեղահանված տղամարդը անձնագրի հետ կապված խնդրի մասին է հայտնում։ Ուրախ եմ, sense ձեռով բարևելու ես Ղարաբաղից եմ, անունը Զորիա, ստեղ եմ բնակվում։ Իմ անձնագրի մեջ գրածած ծննդավայրս Հայաստանի Հանրապետություն։ Այո։ Ես որ անձնագիրս փոխում եմ 070 կոդա, գրում եմ Ադրբեջան։ Հիմա իմ համար դա շատ վատ է, դա Աստված ընտրությունների նստի երկրի ղեկավար։ Էդի այս նույն բանը շարունակական ալնելու թե չէ։ Իհարկե ոչ, իմ սիրտը ցավում է, որ այսօր նոր անձնագրերի մեջ, որ մենք ինչ ծնվել ենք, տեսել ենք, Արարատ սարը այսօր հանում են, որ այսօր ոչ մեկ չի կարողացել պատկերացնի, որ կարող է իշխանության ներկայացուցիչը ցեղասպանության մասին չխոսի։ Ոսկեվազում նաև ծաղիկներ են խոնարհում հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ։
Իրոք շատ ուժեղ ձեռներում։ Բաղում ես։ Ծանի բանի Աբս։ Այնուհետև հանդիպման մասնակիցները Գագիկ Ծառուկյանի հետ քայլում են դեպի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ 7-րդ դարում կառուցված եկեղեցում մոմավառություն է։ Հաջորդ կանգառը աշտարակ, այստեղ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին ընդունում են երկու պարով ավանդական հյուրասիրությամբ, լիահույս են միասին հաղթանակ են տոնելու։ Ուրախ առիթների ժամանակ իրենց հյուրերի առաջ քաղցրի սեղան են բացել ու ընկույզի մուրաբա են հյուրասիրել։ Պարոն Ծառուկյան։ Նատալեմ Գեղեցկրիս ջան, ապրես։ Ապրեք։ Մենք աշտարակի կոմիտասիոնական խորակում ենք, այստեղ հուշատախտակ կա նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին, առաջարկում եմ մոտենանք ծաղիկ խոնարհենք։ Գնանք։ Գագիկ Ծառուկյանը քաղաքի բնակիչներին կետ առ կետ ներկայացնում է առաջարկ Հայաստանին ժողովրդական ծրագիրը։ Եթե մարդիկ իր թիմին վստահեն, երաշխավորված խաղաղություն ու բարեկեցիկ կյանք կունենան։ Քանի տարի քաղաքականության մեջ եմ, հնարավորություն չի ինձ ժողովուրդ, որ մենք մեր ծրագիրը իրականացնենք, կյանքի կոչենք, որ որոշումներ կայացնենք, օրենքներ փոխենք, պայմաններ ստեղծենք, ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, ունեմ ցանկություն, ունեմ հնարավորություն, ուզում եմ իմ երկիրը մեջ կուղղի, խեղճությունից դուրս գա, որ մենք մեր երեխաներին, մեր երիտասարդներին փոխանցենք երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Գագիկ Ծառուկյանին աշտարակում բնակություն հաստատած հադրուցի կին է մոտենում։ Տուն տեղ թողել եկել է, այստեղ պետական հոգացություն չի զգում։ Հայրենիքի կարոտը հանգիստ չի տալիս։ Շատ եմ երազել, որ մեր սիրելի Ծառուկյանին հանդիպել։ Ուզում եմ իմանամ, աջոք կգնանք հադրուտ, թե չէ։ 5 տարի է ես աշտարակում ապրում եմ, մեկը չեղը դուրը բացի, ասել երեխան ցողած է թե չէ։ 3 հական տներ են փողլցված, խեղդում եմ, գոնե ոտաբոբիկ ուզում եմ գնամ իմ Արցախում։ Ալիևը ասել է 300,000 ադրբեջանցի պետք է գան Հայաստանում բնակվեն։ Հիմա իրանք տեսնելով, թե ինչի տակ է ստորագրել, հրաժարվում են։ Թող բացեն 2025 թվական 5 դեկտեմբերի, որ Ալիևը ասել է, որ չեն գալու տանկերով, այլ գալու են ավտոբուսներով, բայց եթե նեղացեցիք, զորք են բերելու։ Այսինքն մերոնք իրավունք չունեն գնան, մեր գերիները ընտեղ են, իրավունք չունեն գալու, իրենք սահմանների վրա նստած են, հետ չեն գնացել խաղաղությունը։ Եթե խաղաղությունը մեր հայրենակիցները ոնց կարան չգնան, իրենց հայրենիքը կարակ ինձ բացատրել։ Ալիևն ասում է Երևան չի ասում է, Երևան պետք է լինի, որ Երևանը կար, Ալիևեն գոյություն չունեին։ 100 տարի պետություն ունեն, մենք հազարամյակների պատմություն ունենք։ Պինդ, սիրտը տեղը հույսով։ Ես մեր ցույցով գիտեմ, որ դու ընտրվելու ես։ Առաջիկա ընտրությունը հնարավորություն է հաղթահարելու խեղճությունը, վերականգնելու ներքին համերաշխությունը, տեր լինելու մեր արժեքներին ու նորից ոտքի կանգնելու, ասում է ԲՀԿ ղեկավարը։ Հնարավորություն տվեք, իմ ազգի պատիվն էլ, հեղինակությունն էլ, չլուծվող խնդիր չկա։ Պետք է մենք մեր մեջ կուղենք, հզոր դաշնակիցներ ունենանք, թուղթ ստորագրենք, պատերազմի դուռը փակենք, բայց ամենակարևորը ում ինչ հասնում է, դա Իրանն է։ Ուրիշինը չես կարող վերցնել, եւ չես էլ կարող վայելես։ Արագածոտնի մարզի փոքրիկները Գագիկ Ծառուկյանի հետ տպավորություններով են կիսվում։ Վերջերս են Հատիս լեռը բարձրացել ու հետևել մեգանախագծի շինարարական աշխատանքներին։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել ձեզ, որ կարողացանք բարձրանալ Հատիս լեռ եւ մեր ներդրումն ունենանք Հիսուսի արձանի կերտման մեջ։ Բայց ձեզ մի հարց, ինչու հենց Հատիս լեռը ընտրվեց Հիսուսի արձանը կառուցելու համար։ Ուրեմն ամենակարևորը ես ցանկացել եմ, որ Խորվիրապի մոտ կառուցեմ, հետո Ծաղկաձորում կառուցեմ, բայց Հադիսի վրա որ բարձացակ, ամբողջ Հայաստանը ձեր դեպքում էր, Մասիսը ձեր ոտքերի տակ, Արագածը եւ Սևանը հետևից։ Դրա համար հենց ընտրեցի, որ պահպան լինի մեր Հայաստանին։ Իմ տղաները Աստված պահի։ Գագիկ Ծառուկյանը աշտարակցիներին հրաժեշտ է տալիս բարձր տրամադրությամբ, ընդգծում մարդկանց ջերմությունն ու հավատը ոգեշնչում են ու ավելին անելու ուժ տալիս։